Զարմանում եմ այսօրվա վարչապետին, որ ասում է հայոց բանը, Հենց վարչապետ բառը լսում են ոստիկանները, ուժով փորձում են դուրս անել դատական նիստերի դահլիճից Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ ասում է նոր կարտացել եմ երկրորդ հադորը, որ նոր ես կարտացել, կեցի շորս վերցնեմ, Ես կվերցնեմ։ դու ուր վերցնես, երկրորդ հադորը նոր ես վերցրել, նոր ես կարտացել, ինչ գործ ունիս հայոց երկիրն եք ղեկավարում, դրա համար Ալիևների մոտ գլխները կախում են։ Գյումրիի ճարտարապետի միջոցով մի քաղաքացու ծիփեր ինքնակամ կառուցաչինությունը օրինականացնելու դիմաց կաշառք պահանջելու համար մեղադրվող Գյումրիի քաղաքապետի պաշտպանները այսօր մի քանի ապացույց են ներկայացրել, որ Ղուկասյանը չէր կարող կաշառք պահանջել։ Փաստաբանի պնդմամբ Ղուկասյանը Գյումրիի կառավարում ստանձնելուց հետո հայտարարել է, որ ազատելու է քաղաքի գլխավոր ճարտարապետին պաշտոնից։ Քաղաքապետարանն անգամ մրցույթ է հայտարարել նոր ճարտարապետ գործի ընդունելու համար ու չէր կարող ստվերային գործարքի մեջ մտնել մի մարդու հետ, որին ազատելու էր աշխատանքից։ Որքանով է ողջամիտ մեղադրանքի պնդումները այն մասին, որ պարոն Ղուկասյանը կարող էր որևէ սվերային գործարքի մեջ մտնել մի անձի հետ, ում ուներ այսպիսի հարաբերություն եւ պատրաստվում էր հեռացնել աշխատանքից։ Ինքը Վարդան Ղուկասյանն էլ է հաստատում, որ մի քանի անգամ նույնիսկ նախընտրական քարոզարշավի ժամանակ է հայտարարել, որ ազատելու է աշխատանքից Գյումրիի գլխավոր ճարտարապետին։ Եվ կա այդ ուրեմն ցայնագրությունները, որ ես ասում եմ ազատելու ենք առաջինը Կասպարյան Հենդրիգին, եթե պետք է դա, ուրեմն անպայման կբերեն ցես կներկայացնեն։ Փաստաբանները որպես ապացույց դատարան են բերել մի շրջաբերական, ըստ որի Գյումրիի քաղաքապետարանի աշխատողները հակաօրինական գործարքի մեջ չեն մտնելու որևէ մեկի հետ։ Քաղաքապետարանի բոլոր աշխատողների ստորագրությունը կա այդ փաստաթղթի տակ։ Վարդան Ղուկասյանի որոշմամբ է կազմվել այդ շրջաբերականը։ Դատարանը հայտարարում է, որ չի կարող գնահատել այդ փաստաթղթերը այս դատական նիստին։ Քննության կառնի հիմնական դատալսումների փուլում։ Դատական հաջորդ նիստը մարտի 4-ին է։ Հաջողություն ձեզ։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուր։